Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Երևանն ընդունել է Բաքվի առաջարկները խաղաղության համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։ Բաքվից լսեցինք արտգործնախարար Ceyhun Bayramovն ասաց. Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Հաջորդիվ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր սահմանադրության մեջ։ Մինչև այս Հայաստանի արտգործնախարարն էլ հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի հետ մեջբերում քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են օրինակ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը, եւ եթե համաձայնեցվի, ստորագրվի եւ մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես եւ մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման։ Մեջբերման վերջ։ Մի կողմից վերջնագրերն են առաջ մղում ընդունել տալիս, մյուս կողմից չեն թույլաtsնում ագրեսիվ խոսքը։ Մասնագետը չի զարմանում։ Մենք պետք է հասկանանք, որ նպատակները ավելի կարևոր են, քան փաստաթղթերը։ Այսինքն Ադրբեջանի նպատակները մենք պետք է շատ լավ հասկանանք եւ այդ նպատակների դեմ աշխատենք։ Այսինքն Ադրբեջանի նպատակը առնվազն փոկել Հայաստանի Սյունիքը, իսկ եթե մաքսիմալը նայենք, ստեղծել արևմտյան Ադրբեջան։ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման Հայաստանի արտգործնախարարությունից տեղեկացանք։ Արտգործնախարարության դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳՆ-ին առաջարկել է այս մասին համատեղ հայտարարել, սակայն պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Այսպիսով, խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Բաքուն լռում է, ոչ տեղն է ասում, ոչ ժամը, փոխարեն Ալիևը շարունակում է պահանջել մեղադրել։ Եվրոպական դիտորդական առաքելությանը մինչև Բայրամովի խոսելը մեղադրեց հետախուզության լրտեսության համար։ Անզեն դիտորդները, որոնք ընդամենը բարեկություն են անում հայ-ադրբեջանական սահմանին, նրա աչքի փուշն են։ Զարկ է տալիս երևակայությանը, պատկերացնում, թե նրանք իրենց կողմն անցնելու հնարավորություն են փնտրում։ Նրանք գիշեր-ցերեկ կանգնած են մեր սահմաններին ինչպես լրտեսները, հարմար անցքեր են փնտրում մեզ մոտ անցնելու համար։ Սպառնալիքն ու ռազմական հռետորական բերանին Ալիևը շարունակում է ամեն օր մեղադրել, թե Երևանն իբրև սպառազինվում է։ Հայաստան մատակարարվող ավերիչ զենքերը ուղղված են մեր դեմ, գուցե դրանք այսօր այլ տեղ են պետք, բայց այդ զենքերը ուղարկվում են Հայաստան։ Երևանն ասում է մարտունակ բանակ ունենալը երկրի ինքնիշխան իրավունքն է։ Արտգործնախարար Միրզոյանը հնդկական մեդիային ասաց, Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ։ Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողություններն արդիականացնելն է, բայց մեկ է Բաքուն չի հանդարտվում, մասնագետները հույս էլ չունեն, թե կհանդարտվի։ Պոկում է առանց զենքի, ինչ կարողանում է, ասում են, հետո կանցնի Զանգեզուր կոչվածին, Սյունիքին։ Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված կամ դրանից հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տներ կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիներն են ապրել։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի Հայաստանի Հանրապետության սահմանադրության վերաբերյալ մեկնաբանությանը, շեշտելով, որ համաձայնագրի տեքստում այդ մասին ոչինչ չկա։ Ընդհանրապես համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա։ Չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում։ Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ։ Հայտնի է, որ մենք էլ ենք տեսնում, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղված որոշակի նկրտումներ կան, բայց նաև հայտնի է, որ մենք կարծում ենք, թե համաձայնագրի տեքստում կան որոշակի դրույթներ, որոնք փարատում են այդ մտահոգությունները։ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է 0-ի, մեզ փաստաթղթեր են պետք։ Այս մասին հայտարարել է Ալիևը։ Նրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում առօրյա կառավարությունը։ Ինչ նրանք մեզ ասում են, մեզ համար ոչ մի նշանակություն չունի։ Մեզ փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մեզ հարկավոր է, որ նրանց սահմանադրությունում տարածքային պահանջներ չմնան Ադրբեջանի նկատմամբ, իսկ դրանք դեռ առկա են, հայտարարել է Ալիևը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։ Տեղեկությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի մասին, հույս է ներշնչում։ Տասնամյակների թշնամանքից ու պատերազմից հետո այն փաստը, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է, կարևոր է թե տարածաշրջանի, թե նրա սահմաններից դուրս գրել է նա։
Իրանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցումը։ Սա անհրաժեշտ կարևոր քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։ Երկխոսության եւ դիվանագիտության միջոցով տարաձայնությունները կարգավորելու կողմերի ջանքերի շնորհիվ մենք շուտով ականատես լինելու երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը եւ տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատմանը։ X-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ավարտին։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը X-ի իր էջում գրել է, որ բանակցությունների ավարտը պատմական քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ կայունության հասնելու ճանապարհին։ Վրաստանը ողջունում է բոլոր 17 հոդվածների շուրջ բանակցությունների ավարտը։ Սա պատմական քայլ է տարածաշրջանում խաղաղության համար, ասված է գրառման մեջ։ Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում եւ Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար։ Այս մասին ադրբեջանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիվ Քլչը։ Ստեղծված վիճակում այս հարցը քննարկելու նախադրյալներ չկան եւ ես դրա վերաբերյալ տեղեկություն չունեմ։ Ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ մեր դիրքորոշումն այս գործընթացի վերաբերյալ հայտնի է։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի։ Բնականաբար քննարկումների մեջ են Հայաստանի հետ կան միջազգային կառույցներ, որոնցում ներկայացված են Ադրբեջանը, Թուրքիան եւ Հայաստանը։ Մենք աշխատում ենք լավագույն լուծումը գտնելու միասին առաջ շարժվելու եւ խաղաղության մեջ ապրելու ուղղությամբ, ասել է նա։ Այսօր մարտի 12-ն է իմ հացադուլի 23-րդ օրը։ Ես գերազանց վիճակում եմ։ Ռուբեն Վարդանյանն է Բաքվի բանտից ընտանիքին փոխանցված ուղերձում տեղեկացնում, որ դադարեցնում է հացադուլը։ Ինչ կարևոր ուղերձներ ու նպատակ ուներ Վարդանյանը հացադուլ հայտարարելով։ Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ։ Ցույց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում են բոլոր հայերին եւ հենց պետությանը։ Ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել այստեղ Արցախում, չհեռանալ։ Վարդանյանն ասում է, թե վերջին դատական նիստը վառօրինակ էր, թե ինչ տեղի կունենար, եթե արցախցիները մնային իրենց տանը եւ ինչ գին կվճարեին դրա համար։ Շարունակում է. երկու արցախայ իր դեմ ցուցմունք տվեցին, պատմելով անհավանական բաներ։ Ընդ որում նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ նրանք իրենք էին գտնվում սարսափելի վիճակում, բայց հանդես եկան դատարանում եւ ես նրանց շատ խղճացի։ Մարդ ամեն ինչի համար ինչ որ գին է վճարում։ Այն հայ օրինակը, որին ձերբակալել տարել էին հենց Կարմիր խաչի ավտոմեքենայից ու դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Եվ այս երկու անձանց օրինակը պարզ զգուշացում է, որ ձեզ ձեր տներում հանգիստ թույլ չէին տա ապրել։ Վարդանյանն առաջինը առանձնացնում է հենց այն, որ կարողացավ ցույց տալ, թե ինչ կարժենար Արցախից չհեռանալը։ Երկրորդը ցույց տալ, որ սա ոչ թե դատավարություն է, այլ ձևական դատ եւ իմ պահանջները, իմ միջնորդությունները քննարկելու իմ օրինական իրավունքի հերթական մերժումը ցույց է տալիս, որ այստեղ դատավարություն չի լինելու։ Այս շոուն շարունակվելու է անկախ ամեն ինչից։ Վարդանյանը հողում անելով Ադրբեջանի իշխանության պաշտոնական ներկայացուցչի ելույթին արդեն համոզված է, պնդում է, որ դատն իրականացվում է ոչ թե 15 գումարած մեկի, այլ Հայաստանի ղեկավարության ու Հայաստանի դեմ, որպես պետության ընդհանրապես, ցանկացած հայի դեմ։ Հետո դիմում է Հայաստանի ժողովրդին, թե Արցախը կորցնելով առաջիկա տարիներին կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքը էլիտայի, իշխանության, պետության պատկերացումների վերաբերյալ։ Վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ մենք ունենք առողջ ուժեր եւ որ այս ծանր ճգնաժամը մենք հաղթահարելու ենք, ինչպես որ արել ենք բազմաթիվ անգամներ մեր պատմության ընթացքում եւ կարողանալու ենք ոչ միայն պարզապես ապրել, այլև արժանապատիվ ապրել մեր հայրենիքում։ Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում 2 ձայնային ուղերձ է փոխանցել։ Մյուսը նախընտրել է հրապարակել Կիրակի։ Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, երբ Արցախում լինեն միջազգային ներկայացուցիչներ։ Всех вас обнимаю, со всеми вами вместе, ваш один из рядовых Вардан Рубен. Ովքեր են այն հայկական ազգաննով մարդիկ, որոնք ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Բաքվի ռազմական դատարանում ցուցմունքի ամբիոնի մոտ կանգնած Ռուբեն Վարդանյանի դեմ են խոսում։ Ծագումով հայեր, այսպես են նրանց որակել ադրբեջանցիները։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը անձամբ չի ճանաչում, բայց շատ բան գիտի նրանց մասին, ասում է Արցախում մնացած հայեր են, ինչու են մնացել, հայտնի չէ։ Բարձր կամքով չեն փայլում, ազդեցության տակ ընկնելը բացառված չէ, նաև կարող է հարկադրանք լինել ադրբեջանական կողմից։
Առնվազն մեկի մասով տեղյակ եմ, որ ալկոհոլիկ է, երկրորդի մասով կդժվարանամ ասեմ, եւ հոգեկան կայունության խնդիրներ էլ ունեն։ Սա բոլոր արցախցիները գիտեն, ովքեր ճանաչում են այս անձանց։ Բեգլարյանը այդ հայերի մասին պատմում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց։ Այնտեղ հավաքված մի խումբ մարդիկ արցախցիների անունից բացնամակ են տարել մեր երկրում Շվեյցարիայի համադաշնության դեսպանին։ 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը դաշնային խորհուրդը ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։ Հիմա խնդրում են վերին պալատին եւս ընդունել բանաձևը, նաեւ դիմում Շվեյցարիայի կառավարությանը օգտագործել չեզոք միջնորդի իր փորձառությունը բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու համար։ Կանգնի, ինչպես ասում են, պատմության ճիշտ կողմում եւ իր քայլով եւս մեկ անգամ ապացուցի, որ Շվեյցարիայի նման պետությունը հարց չէ տեղի ունեցողի հետ։ Արցախայերը տնից տեղից զրկված են, Արցախի հարցը կարծես ամբողջությամբ փակված միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ, իսկ Ադրբեջանի իշխանությունը չի դադարում ամենաթողության պայմաններում անել սրտի ուզածը, դատել հայերին, չվախենալով որևէ միջազգային միջամտությունից։ Շվեյցարիայի դեսպանատան առաջ հավաքված հայերը դեսպանից հենց այդ միջամտության ակնկալիքն ունեն։ Ներկայումս Բաքվում կեղծ դատավարություններ է անցկացնում ապօրինաբար ձերբակալված հայ քաղաքացիների, ռազմագերիների եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դեմ։ Երկու կարևոր շեշտադրում ու խնդրանք են արցախայերը բարձրաձայնել անտարբեր չլինել 120,000 հայի ճակատագրի հանդեպ, անտարբեր չլինել Բաքվում ապրել չապրելու խնդրի առաջ կանգնած 23 հայի ճակատագրի հանդեպ։ Մեր նպատակը պարզ է, Երևանը պետք է լինի հարմարավետ կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար։ Այս ճանապարհին շարունակելու ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Facebook-յան էջում գրել է քաղաքապետ Ավինյանը։ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում իրականացրեցինք սրճարանի քանդման աշխատանք։ Հանրային տարածքները պետք է ծառայեն երևանցիներին, ոչ թե զավթվեն, գրել է Ավինյանը։ Վերջին ձերբակալությունների հետ կապված Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի, հայտարարել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով, եթե ծանոթանանք ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված գործընկերների, փաստաբանների փաստարկներին, եթե իմանանք, թե նրանք ինչու են մեղադրվում, անազատության մեջ են կամ տնային կալանքի տակ, դուք ինքներդ կհասկանաք, որ ինչ որ բան այնպես չէ։ Դրա համար ես կարծում եմ, որ Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունները, որոնք այս կամ այն կերպ միանշանակ չեն ընդունվում ոչ միայն մեր կողմից, լուրջ խնդիրներ են առաջացնում։ Ամերիկան հասկանում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կունենան իրենց պահանջները հակամարտության կարգավորման գործընթացում, հայտարարել է Ամերիկայի նախագահի ազգային հարցերի խորհրդական Մայքլ Ուոլցը։ Միևնույն ժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնը զգուշավոր լավատեսությամբ տրամադրված է Մոսկվայի եւ Կիևի միջև համաձայնության հասնելու հնարավորության հարցում։ Դուք տեսաք, թե ինչպես ուկրաինացիներն Օվալաձև գրասենյակից հետո եկան Ջիդա, որտեղ մենք պետքարտուղար Ռուբիոյի հետ էինք եւ տեսաք նախագահ Պուտինի մամուլի ասուլիսը, որը տեղի ունեցավ։ Իհարկե երկու կողմերն էլ կունենան իրենց պահանջները եւ իհարկե երկու կողմերն էլ պետք է որոշ զիջումների գնան, ասել է Ուոլցը Fox News-ին տված հարցազրույցում։ Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության, այս մասին հայտնել է Վլադիմիր Պուտինը։ Ուկրաինայի համար ձեռնտու է հասնել 30-օրյա հրադադարի, քանի որ Կուրսկի շրջանում նրա ողջ զինվորական անձնակազմը արգելափակված է, բայց Ուկրաինան կարող է օգտագործել 30-օրյա հրադադարը զենք ձեռք բերելու կամ ուժային մոբիլիզացիայի համար, նշել է Պուտինը։ Նա նաև նշել է, որ զինադադարի համար երաշխիքներ են պետք, մենք երաշխիքներ ենք ուզում, որ 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինան զորահավաք չի անցկացնի, չի վերապատրաստվի եւ զենք չի ստանա։ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Բաքվում հայտարարել է Ադրբեջանում բրիտանացի առաջին ռազմական կցորդ Գևին Թարբարդի նշանակման մասին։ Սա պատմական քայլ է, որն ընդգծում է Միացյալ Թագավորություն Ադրբեջան գործընկերության ամրապնդումը եւ նոր հնարավորություններ կբացի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում գործակցության համար, նշված է հայտարարության մեջ։
Կերչի բնակիչը ձերբակալվել պետական դավաճանության կասկածանքով ձերբակալվածը անձնական կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակցի հետ եւ հսկիչի հանձնարարությամբ տեղեկություն է հավաքել ու փոխանցել Կիևին տարածաշրջանում կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների վիճակի վերաբերյալ։ Ձերբակալվածը կալանավորվել է, կատարվում է հետաքննություն։ Թրամփի նամակը հասել է Թեհրան Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բաղայի խոսքով այն ներկայումս ուսումնասիրման փուլում է։ Իշխանություններն արձագանքի ձևի վերաբերյալ որոշում կկայացնեն ավելի ուշ։ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ Խամենեիին ուղղված նամակում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցելու առաջարկ է արել։ American Airlines ավիաընկերության օդանավի շարժիչը բռնկվել է Դենվերի միջազգային օդանավակայանում, ինչի հետևանքով 172 ուղևորներին եւ անձնակազմի 6 անդամներին ստիպված են եղել տարհանել։ Օդանավը Կոլորադո Սփրինգսից ուղևորվում էր Դալլաս Ֆորթ Worth, սակայն շարժիչի հետ խնդիրներից հետո ստիպված է եղել վայրէջք կատարել Դենվերում։ Ամերիկյան Blue Ghost մասնավոր զոնդի լուսնի վրա վայրեջքից նոր տեսանյութ է հրապարակվել։ Տիեզերական սարքը դեպի լուսին է տարել 10 գիտական գործիք, որոնց միջոցով ուսումնասիրելու է երկրի բնական արբանյակի մակերևույթը։